խաղի շարժումը շարունակում ենք, թե չէ։ Եթե շարունակում ենք, դա նշանակում է նոր պատերազմ չի կարող ուրիշ կերպ լինել։ Եվ ընդ որում 2020 թվականից առաջ էլ էր պատերազմն, չէ, որ պատերազմ չէր։ Մենք խաղաղություն այնքան անծանոթ է, որ մենք խաղաղությունն ու պատերազմը չենք էլ տարբերել իրարից, նոր սկսում ենք տարբերել։ Եվ մենք պետք է այս ընտրությունը կատարենք։ Այն տարածքները, որոնք Ադրբեջանն իրենն է համարում, այսպես կոչված գրավյալ կամ ինչպես մենք ենք ասում ազատագրված, դրանք կամ Արցախը վերցնելն Ալիևի համար էական էր իր իշխանությունը պահպանելու իմաստով։ Նա իր ժողովրդին պիտի ցույց տար, որ գրավում է Արցախը, բայց ռազմավարական տեսակետից Ադրբեջանի եւ Թուրքիայի համար մշտապես առավել կարևոր է եղել Սյունիքը։ Դրա համար Սյունիքն իրենց համար ռազմավարական կարևորագույն խնդիր է, իսկ Արցախը հեղինակությունը եւ իշխանությունը պահելու հարց։ Երբ Ալիևը պատերազմ սկսեց, նրա մտքով չէր անցնում, որ այսպիսի հաջողություններ կունենա։ Նրան պետք էր գոնե 2-3 շրջան վերցնել, իր ժողովրդին ապացուցել, որ ինքը տղամարդ է, կարող է իր հողերը վերադարձնել եւ այդպիսով կարողանար իշխանությունը պահել։ Ով կմտածեր, թե պատերազմն այս ձևով կվերջանա, որ մեր պետության ղեկավարն այնպիսի մարդ կլինի, որին հեշտությամբ կհաջողվի անել այն, ինչը նույնիսկ թշնամու երազանքների մեջ չկար։ Զգացվում է, որ Ալիևը կարծես արփած լինի այս հաջողությամբ։ Սա նրա համար անսպասելի հաջողություն էր, նվեր։ Նա այլոց օրոք իհարկե չէր կարող այս կերպ հաղթել։ Մեր բանակն իր զինվածությամբ բավականին զիջում էր Ադրբեջանին, քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Ադրբեջանը եւ Հայաստանը ստացան այն խորհրդային զենքերը, որոնք համապատասխանաբար իրենց եւ մեր տարածքում էին, Ադրբեջանին տասնյակ անգամ ավելի շատ զենք զինամթերք մնաց։ Մեր կազմակերպումն ու զինվորի խիզախությունը բերին նրան, որ մենք կարողացանք հաղթել։ Նաև նշանակություն ուներ այն, որ երբ այն ժամանակ ադրբեջանցիների հետ խոսում էիր, իրենք համարում էին, որ միևնույն է Արցախն իրենց հողը չէ, եւ Արցախը պահելու համար շատ մեծ զոհաբերություններ չէին ուզում անել, քանի որ համարում էին, որ դա հայկական հող է։ 2010 թվականի ռանկիկան իշխանության չէին կարող միանգամից այն հասարակությանը, որը առնվազն 30 տարի դաստիարակվել էր Արցախի ազատության գաղափարով եւ այն գաղափարով, որ Հայաստանի Հանրապետության կարևորագույն առաքելության կարևորագույն բաղադրիչներից մեկը դա Արցախի ազատության ապահովումն է, ոչ միակ, բայց կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Այդ հասարակությանը չէր կարող հակադրել այդ գաղափարը Արցախի հանձնումը։ Դրա համար Արցախի հանձնումը պետք էր անել փուլային, ստորաբար, հա, հասարակությանը դրա մեջ ներքաշելով եւ պատասխանատվությունը հասարակության տարբեր շերտերի վրա դնելով։ Դա կլինի ընդդիմությունը, դա կլինեն դասալիքները, ճակերտներով, դա կլինեն Արցախի իշխանությունները, դա կլինեն Արցախի ժողովուրդը, կլինի Արցախի բանակ եւ այլն։ Այս պատերազմի ժամանակ ադրբեջանցիներն իհարկե շատ ավելի պատրաստված էին, քան մենք, բայց Արցախն անխոցելի բերդ էր։ Փաստորեն 44-օրյա պատերազմում Արցախից ընդամենը մի փոքր հատված էին գրավել։ Այդ բերդը կարողացել էին մի տեղում ճեղքել։ 44 օրը շատ մեծ թիվ է։ Հիշենք, որ երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիան ամբողջ Ֆրանսիան գրավեց 42 օրվա ընթացքում։ Այդ զինված ու հզոր Ֆրանսիան կանգնած իր մարշալներով, գեներալներով, տանկերով հանձնվեց։ Այսինքն թշնամու թափած այդ հսկայական ջանքերը շատ քիչ հաջողություն ունեցան։ Նրանց հետագա հաջողությունները պայմանավորված էին մեր նահանջով արդեն կապիտուլյացիան ստորագրելուց հետո։ Ոչ ՀԱՊԿ-ն, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ որևէ այլ մեկը չի կարող եւ չի մասնակցի ռազմական գործողությունների, որ պաշտպանի Հայաստանը։ Նման բան չի լինելու։ Օրինակ, ռուսական քաղաքական դաշտի բարձրաստիճան այրերը հասկացնում են, որ Սյունիքի վրա հարձակման դեպքում իրենք դժվար թե կարողանան մեզ պաշտպանել։ Ասում են, մինչև ուշքի գանք եւ մինչև այդ որոշումն ընդունվի, արդեն ուշ կլինի։ Դու ինքդ պետք է ուժեղ լինես։ Պետությունների խոսքերն արդեն երաշխիք են եւ պարտադիր չէ, որ դա բանակով լինի։ Երբ Ռուսաստանը կամ Միացյալ Նահանգներն Ադրբեջանին ասում են՝ «Մի արա», Ադրբեջանի համար դա նշանակություն ունի։ Նրանք պատերազմը սկսեցին այն պահին, երբ եւ Ռուսաստանի եւ Արևմուտքի հետ մեր հարաբերություններն Արցախի հարցում խճճվել էին եւ անիմաստ դարձել, եւ փաստորեն իրենք աչքերը փակեցին դրա վրա։ Ամեն մեկը գնում է ի վերջո իր շահերի հետևից։ Այսինքն, եթե դու չես կարողանում ապահովել քո հավասարակշռված վերաբերմունքը ազդեցիկ պետությունների նկատմամբ, դու կորցնում ես քո անվտանգության երաշխիքները։ Երբ խոսվում է օրինակ նույն Ռուսաստանի մասին, անվտանգության որպես երաշխիք տվող երկրի, ոչ թե խնդիրը այն է, թե Ռուսաստանը հայերի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունի։ Չէ, դա չի խնդիրը, Ռուսաստանը ունի շահեր։ Վերջին տասնամյակում աշխարհն արագորեն փոխվում է։ Կարելի էր կանխագուշակել շատ բան, օրինակ ռուս-ուկրաինական պատերազմը։ Երևում էր, որ ընկնում ենք մի վիճակի մեջ, երբ շատ նուրբ
ոսկերչական քաղաքականություն է պետք վարել։ Բայց այդ ամենի փոխարեն եկավ մի մարդ, որը միայն եւ միայն իր իշխանությունը պահելու համար է քաղաքականություն վարում։ Այսօր էլ այն ամենը, ինչն անում է, ոչ թե կանխում է մոտալուտ պատերազմը, այլ թշնամու համար առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում մեզ վրա հարձակման համար։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։